այդ պատրվագով մտել են վերարան, հետագա գործողությունները չգիտենք ինչ կլինի, միգուցե վերադասության ստանան, վերարանի հանդեպ է ողջունություններ անեն, դրա համար խնդրում ենք ժողովրդին տեղեկացնել, որպեսզի ժողովուրդը իր աջակցությունը հայտնի վերարանին, էջմիածին գնան այնտեղ հավաքվեն, որպեսզի ապօրինի գործողություններ չկատարվեն, հասկանու։ Սրբազանը ներսում չէ։ Չէ, ներսում չէ։ Սրբազանը այստեղ չէ։ Ուզում եմ ասեք, ներկայացուցիչ կա Սրբազանի կողմից։ Սրբազանի կողմից ներկայացուցիչ չկա, ես իմացա, որ օրենքի պահանջով պետք է մի հոգի ներկայացուցիչ լինի, սակայն առաջարկի ոստիկաններին մտնել չթողեցին, արգելեցին, իմ մոտ կխոչընդոտեցին, ես ֆիքսել եմ կոնկրետ, որ ոստիկանն է խոչընդոտել, որ ես օրենքի պահանջի կդրեմ ներսում ոչ ոք չկա, իրենք ասում են, որ աշխատակիցներից մեկը կա, երևի պահագն է, բայց չեմ կարծում, որ այդ մի հոգին բավարար է։ Մի հոգի պատահական աշխատող է եղել, այդ պահին այդտեղ է եղել, երևի հիմա ներսում է։ Իսկ երբ Ես փորձել եմ, չեն թողել, արգելել եմ մեզ մտնել, ինչպես նաև պատգամավորներին ու մնացած ցանկացած մեկին։ Իսկ երբանից է սկսվել այս խուսարկությունը։ Մոտավոր ժամը 8:30-ից արդեն ես եմ իմացել, թե դրանից առաջ է եղել, չգիտեմ։ Դիմակավորված անձինք։ Ես դիմակավորված անձանց չեմ տեսել, ես որ եկել եմ արդեն երևի դիմակավորվածները վերևում են։ Ներքևում սովորական դիմակով կամ առանց դիմակ մարդիկ են։ Դուք կներկայանաք։ Արտաշես Սարգսակ Աճապարյան, ծառայում եմ Շիրակի թեմում 7-րդ կենտրոնի։ Սրբազանը ներսում չէ։ Ներսում չէ, Սրբազանը արձակուրդում է։ Արձակուրդում է, չգիտեմ իսկ ոստիկանությունը հիմա գնացել է վերարանում է իրեն փնտրում էլի։ Դե իրենց պատրվակ էր, պետք շատ էին երազում վերարան մտնել, երևի մահագներով, ինչպես որ Հիսուսի հետևից գնացին, չէ մահագներով, թերերով, այնպես հիմա մահագներով ու թերերով սեփական ժողովուրդը ելել գնում է վերարանը մտնում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությանը ծառայող ոստիկանական ուժերը այսօր փաստացի Հայաստանի Հանրապետության շահերը չեն սպասարկում, քանի որ իրենց վերադասը մոլաների կողմից է առաջնորդվում, այնտեղ Այաթոլլան ինչ-որ մի բան է ասում, չէ Այաթոլլան չէ կներեք, այդ իրենց առաջնորդն է ինչ-որ բան ասում, ինքը այստեղ արդեն այդ հրամաններն է կատարում։ Այստեղ նաև աջակիցներին են ձերբակալեցին։ Այստեղ աջակիցներից ձերբակալեցին, մհերին ձերբակալեցին, թե բնական է իրենց սև գործը անելու է, հիմա կձերբակալեն ուզում։ Այս մահերն ինչ արեց։ Կանգնած չէր։ Դե խոսում է երևի, խոսալ չի կարելի։ Իրենց կաբի առաջնորդը երբ որ ժամանակին փողոցներում կաբիգություն էր անում, երբ որ իրեն բռնում էին, ճղճղում էր։ Հիմա այդ մարդիկ որ խոսում են, բազում են չի կարելի։ Իրեն կարելի էր կաբիգություն անել, ելնել իշխանություն զավթել կաբիգությամբ, իսկ հիմա որ մարդիկ խոսում են այդ ակտիվիստություն են անում, հիմա արդեն արգելված է։ Իրանից հետո դուրը փակել է արդեն։ Հեղափոխություն չի կարելի անել, փողոցները փակել չի կարելի։ Տեսկանը։ Պարոն Մելքոնյան, ձեզ դեռևս թույլ չտվեցին ներս մտնելու։ Կասեք, ինչ պատճառաբանությամբ։ Պատճառաբանություն ես խնդրեցի, նախ ներկայացա ողին խնդրեցի, որովհետեւ քննչական խմբի ղեկավարին տեղյակ պահեմ, որ ցանկություն կա անպայման ներս մտնելու առաջնորդարան երթզամտանալու իրավիճակի հետ։ Քննչական խմբի ղեկավարի հետ ճշտելուց ոստիկանները տեղյակ պահեն, որ ներս չեն թողնում, առանց որևէ լուրջ պատճառաբանության, նույնը չթողեցին փաստաբանին, հոգևորականներին նույնիսկ ներս չեն թողնում, որպեսզի տեսնեն ինչ է կատարվում առաջնորդարանում։ Սա ամեն ինչը աբորինի է, որտեվ տեսանք, Բագրատ Սրբազանի բերման ենթարկելը, ձերբակալելը, կալանքի վերցնելը, մնացած Սրբազան շարժման առաջնորդների, ակտիվ մասնակիցների նույնն էլ արդեն Շիրակի թեմի առաջնորդի հետ են փորձում իրականացնել, որտեղ միշտ բաց արտահայտվել է իր կարծիքը ասել է իշխանությունների դավաճանությունների եւ ճշտամական վերաբերմունքի մասին եւ հիմա փորձում են նաեւ Միքայել Սրբազանին էլ լրացնել։ Նաև արդեն բերման ենթարկված անձ կա։ Բերման ենթարկեցին պարզ է, ոստիկանները փորձում են տարածքը ազատել, որպեսզի, չգիտեմ ինչ է, խոչընդոտում են հավաքվածները, ընդհանրապես ոչ մի
ագրեսիվ տրամադրվածություն չկա, չեն խոչընդոտում որևէ քննչական գործողությունը եւ այս պահին փորձել է ժողովրդին հերացնել առաջնորդանից տրամաբանություն չեմ հասկանում։ Ըստ ձեզ ինչքան կտևի այս գործողությունը։ Այն դեպքում երբ որ սրբազան ներսում։ Չեմ կարող ասել, ըստ երևույթին երկար կտևի էլի։ Կինն ինչքան է արդեն 2 ժամ արդեն տևում է սա գործողությունը, թե ինչքան կտևի չեն կարող ասել, բայց ամենայն դեպս արդեն տեսնում եք ժողովուրդը կամաց հավաքում է ի աջակցություն սրբազանի, կոչ են կարել, որպեսզի հավաքվեն, պաշտպանենք մեր սրբությունները եւ մեր զորակցությունը հայտնենք նաեւ հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորներին։